Ինչ անել, երբ ռադիոակտիվ ամպ է մոտենում։ Անհապաղ պետք է մտնել փակ տարածք, տուն կամ շենք, ամուր փակել դռներն ու պատուհանները, նույնիսկ փոքր ճեղքերը, ժապավենով կամ սրբիչով։ Անջատել օդափոխությունը եւ օդորակիչները, որպեսզի վնասակար նյութերը ներս չմտնեն։ Պատուհաններից ու դռներից հեռու մնացեք։ Եթե հնարավոր է, իջեք նկուղ, մի բացեք դուռը անտեղի, ներսում մնալն անվտանգ է։ Եթե դուրս գալն այնուամենայնիվ անհրաժեշտ է, պաշտպանեք մաշկն ու շնչառական համակարգը։ Հագեք ամբողջությամբ փակ հագուստ, երկարաթև, ծածկեք բերանն ու քիթը խոնավ շորով կամ բժշկական դիմակով։ Տուն վերադառնալիս հանեք հագուստը դրսում ու անմիջապես լվացեք մարմինն ու մազերը։ Մի օգտագործեք բաց տարածքում պահված մթերք։ Ծննդամթերքն ընտրեք միայն փակ փաթեթավորմամբ։ Խմեք միայն փակ շշերով կամ ծորագից եկող ջուր։ Չօգտագործեք ջուր բաց ջրամբարներից, հորերից կամ անձրևաջրեր։ Հետևեք միայն արտակարգ ծառայությունների հաղորդագրություններին։ Մի վստահեք չստուգված աղբյուրներին։ Պատրաստեք անհրաժեշտ պարագաները։ Ձեր արտակարգ պայուսակը պետք է ներառի ջուր յուրաքանչյուր անձի համար առնվազն 2 լիտր օրական, կանխավ պատրաստված սնունդ, անհատական դեղորայք եւ առաջին օգնության արգղիկ։ Ճառագայթային աղտոտման պարագայում յոդ պարունակող պատրաստուկներ, պետական մարմինների ցուցումով, ինչպես նաեւ լապտեր, մարտկոցներ, կապի միջոցներ, լիցքավորված հեռախոս, ռադիո։